Ողջույն աղջիկներ։ Ինչպես արդեն նշեցի, այսօր ուզում եմ խոսել մի թեմայի շուրջ, որի անունն է կոմպլեքս կամ կողքինի կարծիք։ Ինչու շատ կանայք չեն ցանկանում գալ մեր բիզնես։ Պատասխանը շատ պարզ է։ Իրականում նրանք կցանկանային փորձել իրենց այս ոլորտում։ Ուղղակի նրանք վախենում են շրջապատի կարծիքից։ Հիմա համացանցի դար է, ու մարդկանց մեծամասնությունը իր ազատ ժամանակը անցկացնում է օնլայն։ Անկախ իր կամքից կարող է ստանալ սխալ ինֆորմացիա այս աշխատանքի վերաբերյալ եւ անգամ չցանկանա լսել առաջարկը։ Եվ եթե իր ծանոթը ասել է, որ սա խաբեություն է, նա ուղղակի իրավունք չունի ամեն դեպքում փորձելու։ Սիրելիներս, եթե դուք արդեն գրանցված եք այս հիասքանչ պրոյեկտում կամ միգուցե ցանկանում եք միանալ մեզ, բայց կան խոչընդոտներ, ապա լավ մտածեք։ Արդյոք ձեր հարևանուհին կամ բարեկամուհին խանութում կվճարեն ձեր գնումների դիմաց։ Կամ, եթե ձեզ շտապ գումար է անհրաժեշտ, արդյոք ձեզ օգնության կհասնեն ձեր օնլայն ընկերները։ Սա թերևս այն մասին, որ չպետք է բաց թողնել տրված շանսը, հատկապես հիմնվելով կողքինի կարծիքի վրա։ Կամ էս խանգարող եւս մեկ հանգամանք։ Դա է կոմպլեքսը։ Մեր սեփական կոմպլեքսը։ Օրինակ ես, մինչև Վաբերլիկի հետ համագործակցելը, երբեք չէի մտածի, որ ես առանց կաշկանդվելու կկարողանամ շփվել հազարավոր մարդկանց հետ։ Կամ նամակներ կգրեմ նրանց։ Եվ ինչու՞ չէ, կմերժվեմ նրանց կողմից։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ես կզանգահարեմ նրանց եւ աշխատանքի առաջարկ կանեմ։ Միշտ հիշեք, ուժը, որ կարող է փոխել քո իրականությունը, գտնվում է քո ներսում, այլ ոչ թե դրսում։ Մինչև իմ վերջնական որոշում կայացնելը, իմ մեջ այոյու ոչի կռիվ էր։ Ես փորձում էի դուրս գալ իմ հարմարավետության կոտուց եւ ինձ նեղություն տալով շարժվելու կյանքում իմ սեփականը, իմ սեփական ուժերով ստեղծելու։ Սկզբում շատ դժվար է փոխել ինքդ քեզ, փոխել քո հայացքները, փոխել քո մտածելակերպը, քո սկզբունքները, հրաժարվել սիրելի ֆիլմերից, ընկերուհիների հետ ժամերով խոսելուց, ժամանակ անցկացնելուց եւ նմանատիպ այլ զբաղմունքներից։ Սակայն ես վստահ կարող եմ ասել մի բան. եթե մարդը փորձում է դառնալ այնպիսին, ինչպիսին երազում է, ապա նա շատ հեշտությամբ կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, կարող է հաղթահարել իր սեփական վախերը եւ շարժվել առաջ։ Դե իսկ մնացածն էլ ժամանակի խնդիրն է, ժամանակին կստացվի։ Ինչ հասկացանք մենք այսօրվա մեր զրույցից։ Հասկացանք, որ ամեն մարդ ունի իր սեփական կարծիքը եւ պետք չէ հիմնվել կողքինի կարծիքի վրա։ Նման դեպքերում ուղղակի հիշեք հայտնի ասացվածքը. ով ապրում է առանց իր սեփական կարծիքի, ուրիշի ձեռքին վերածվում է գործիքի։ Մի թույլ տվեք մարդկանց տնօրինել ձեզ։ Մի թույլ տվեք մարդկանց խցկվել ձեր կյանք։ Տնօրինեք ձեր կյանքը ինքներդ։ Եվ միշտ հիշեք, նպատակներն ու երազանքներն են մարդում դրդում հասնել հաջողության։ Եղեք նպատակասլաց, եղեք երազկոտ եւ ամենակարևորը աշխատասեր։ Շնորհակալ եմ ուշադրության համար եւ շատ ուրախ եի եւս մեկ անգամ հանդես գալ ձեզ համար։ Եթե կլինեն հարցեր, առաջարկներ, կարող եք գրել անձնական նամակ։ Լավ մնացեք, հաջողություն։